Կպայականները իրենց շեֆին երկրորդելով որոշել են, որ Գևորգ Սրբազանը պետք է մնա թեմի առաջնորդ։ Հավանաբար նման որոշում է կայացվել ԿՊ վարչության նիստում։ Ինչից եմ ես դա եզրակացնում, որովհետև բազմաթիվ կպայականներ միևնույն տեքստով դրա մասին հայտնեցին Facebook-յան գրառմամբ։ Հիմա պատկերացրեք, որ Փաշինյանը ինչ-որ մի անձի աշխատանքից ազատում է, նախարարի պաշտոնից ազատում է եւ մեկ այլ մարդու նշանակում է նախարար։ Եվ հայտնվում է ինչ-որ մի ընդդիմադիր կամ ընդդիմադիր կուսակցություն, որն ասում է, որ նա ընդունում է որպես նախարար այն մարդուն, որին Փաշինյանը ազատել է աշխատանքից, եւ չի ընդունում նոր նշանակածին։ Ինչպես է հիմնավորում այդ ենթադրյալ ընդդիմադիրը, ասում է Փաշինյանն ինձ համար վարչապետ չէ եւ դրա համար նրա նշանակածը ինձ համար նշանակություն չունի։ Իսկ ինչու վարչապետ չէ, որովհետեւ Փաշինյանը բազմաթիվ վատ բաներ է արել։ Այո, բազմաթիվ վատ բաներ է արել, կործանարար բաներ է արել։ Այնուամենայնիվ նախարար նշանակելը եւ ազատելը մնում է նրա որպես վարչապետի իրավասությունների մեջ, ինչպես եւ կաթողիկոսի իրավասությունների մեջ է թեմի առաջնորդ նշանակելը եւ ազատելը։ Այդ երկու ոլորտները իրար չպիտի առնչվեն։ Իսկ եթե մենք կարծում ենք, որ այդպես չէ, ապա մենք դեմ ենք պետականությանը եւ կողմ ենք, որ լինի քաոս եւ անարքիա, ինչը ի վերջո վնաս կբերի նաեւ իշխանություններին։